դնել ու անընդհատ դες փորձում են ինչ-որ ստատուսներով ու հայտարարություններով հակադարձել, եւ երկրորդ հարցս դուք բնականաբար այդ ամբողջ էներգետիկ համակարգը լավ պատկերացնում եք։ Ասենք թե ընտրություններից առաջ ինչ-որ հոսանքի սահմանքինը էժանացրեցին, հետո ինչ է լինելու մեր էներգետիկ համակարգի հետ եւ այդ եղած իրավիճակը սովորական բաժանորդները, քաղաքացիները իրենց վրա ինչպես են զգալու։ Տարբեր գործոններից է դա կախված։ Այն որ ընտրություններից առաջ, ինչպես ես ասացի, ոչ խտրականություն չեն դնելու միջոցների մեջ, դա փաստ է։ Իրենց բացարձակ իմ կարծիքն եմ սա իհարկե ասում, իմ կարծիքով իրենց բացարձակ չի հետաքրում հետո ինչ կլինի։ Կհաղթեն, իրենց կարծիքով կհաղթեն, իմ կարծիքով բացառվում է, կհաղթեն, հետո արդեն հարցը կլուծեն, չեն էլ հաղթի, թող եկող իշխանությունը դրա տակից դուրս գա։ Ախր գիտեք դուք հարցը տալուց ես ինչի ժպտացի, որովհետև կարծում եմ դուք դրա պատասխանը գիտեք ու բոլորդ գիտեք։ Այնքան ինչքան հայտարարություններ արվել են պոպուլիստական եւ հետո ինչ ենք տեսել, արդեն ենթադրում է, չէ՞ որ այդ պահին գործողությունը կատարելը, դիվիդենդը վերցնելը արդեն չի հետաքրում հետագայում ինչ կատարել։ Ուղղակի չի հետաքրում։ Հասարակությունը այդ արանքի զինվորները քննարկումները ինքը մասնագիտական լեզվով չի հասկանում։ Ուզում է հասկանալ, թե դուք թալան չեք, թե չէ, որ թալան չեք, ինչի՞ չկիդակել։ Դե դա եմ ասում եմ։ Բայց ես էլ եմ այդ ասում, ինչքան ժամանակ արդեն հուլիսի 21-ից մինչև այսօր անդադ ասում եմ, լավ, թիրախավորում են, ձեր ասած, մտնում Facebook-ով, գրում արագ-արագ, ինչի։ Բան ունեք ասելու, առաջի հարցին չպատասխանեցի, վախենում են, ինչ ասեմ։ Գան, ինչ ասեն, գան ասեն, որ հեծը այդպես էր։ Նույն ես ինչ եմ երկուսին իրար հետ կանչում։ Ու հրավիրում, լավ, այսպես ասեմ։ Որովհետև կառավարիչը որ մի բան ասի, ես ասելու եմ, եղբայր, հարց են տալի, պատասխան ինչ ես դեպքից նայում։ Նույն հանձնաժողովի նախագահը պիտի պատասխանի այդ հարցին։ Հավատացեք, ես այնտեղ անելու բան չունեմ։ Հանձնաժողովի նախագահը պիտի պատասխանի կառավարչի ստերին։ Ռոմանոս Պետրոսյան առաջարկել է Նարեկ Կարապետյանին քննարկել։ Գիտեք, տնօրենների խորհուրդը ընդհանրապես, եթե այս մարդիկ հասկանում են ինչ է նշանակում տնօրենների խորհուրդը մոտորապես, ոնց ասեմ, դա այսպես պետության մակարդակով ասած ազգային ժողովն է, սենց ասեմ։ Այսինքն այդ ռազմավարություն, չգիտեմ, ինչ որ գլոբալ բան է, իսկ ով է ասել, որ որևիցե տնօրենների խորհրդի նախագահ պետք է գլխավոր տնօրենի չափ պատկերացնի։ Նախ, չգիտեմ, ես մի անգամ ասեցի, թույլողակ չի Նարեկ Կարապետյան, այլ բան եմ ասում։ Նկատի ունեմ, գիտեք ոնց որ երկրի ղեկավարին ասեն, արի գնանք բնական պաշարների մասով ինչ որ մյուս կողմը լինի մասնագետ, նեղ մասնագիտական քննարկում անենք։ Ես մի անգամ ասեցի, երևի ինքնահաստատվում էր իմ անվան վրա, հիմա որոշել է Նարեկ Կարապետյանի անվան վրա ինքնահաստատվի, որ ինքը իհարկե Նարեկ Կարապետյանը ճիշտ է, որ չի հանդիպի։ Միանշանակ։ Հանդիպի ինչ անի։ Իհարկե բարձրացնում է, ես անդադ որ ասում եմ ժողովրդին, որ խնդիր է լինելու, հիմա խնդիրները կամաց մոտենում են, դա այդ առաջացած խնդիրներն են ուզում իրենց օգտին ծառայեցնել։ Հիմա նայ կորուստները աճում, հա։ Նախ ասեմ ձեզ, այս սակագին հնարավոր է եղել զսպել 14-ից 7% իջացնելու։ Հիմա ինքը ասում է, չէ, 7 չի, մեքենայություններ են արել։ Լավ այդ մեքենայությունները արեցի, գիտեք այդ մեքենայությունները իրենք շարունակական բնույթ պետք է կրեն, որ անդադ այդ թիվը պահպանվի։ Լավ ոնց արեցի ես։ Միայնակ չեմ կարող անել։ Այն ամենափոքր հաշվարկով 50-ից 100 մարդ է պետք է տեղ ամենափոքր մեքենայությունը անելու համար։ Ամենափոքր։ Բա ուր են այդ մարդիկ, բա ուր է մեր պետությունը։ Ընկերու հարցինի պատասխան պետություն գոյություն չունի, այսինքն ժողովուրդը ուզում է հասկանա մենք թալանչի ենք թե չէ, իրանք ասում են թալանչի ենք, մենք անդադ իրենք ասում են ուղակի, ինչ եմ դա ասում, որտեղ ոչ մի փաստարկված բան չկա։ Նույն հաջողությամբ, եթե մենք թալանչի ենք, նայեք ինչ եմ ասում, մենք համակարգի, ես համակարգի ղեկավարն եմ, եթե ես թալանչի եմ ինչ-որ տեսուչի կամ 10 տեսուչի արածի մեջ 2000-ից, ապա այդ դեպքում ով է կառավարության ղեկավարը ամբողջ երկրում տիրող իրավիճակի համար։ Հռետորական հարց եմ տալիս, թող կառավարիչը հենց այսօր պատասխանի, եթե ես 6800 աշխատակցի մեջ 15-20-ի համար, կատարածի համար թալանչի է, ով է կառավարության ղեկավարը այդ դեպքում, ինքը թող պատասխանի։ Հայկական երկրով այս ընթացքում կա հաշվարկ սեփականատերի ինչքան որովհետև խոսում էր, որ եթե արբիտրաժի որոշ
որոշումը միջանկյալ որոշում կառավարությունը չի կատարում, ընկերության վնասներն ավելանալու են եւ եթե չկատարի, ինչքանի են հասնելու, քանի որ դա գալիս է վնաս պետության, որովհետեւ արդյունքում փոխհատուցելու է Հայաստանի Հանրապետությունը եւ արդյոք այն խվերին կհասնի, որ չի կարողանալու եւ երկրի վրա կավարք ինչպես փաստաբաններն են նշում, որ այդ ամենը եւ ինչ մնացել է արդեն։ Նորից գալիս ենք այստեղ իրենց գործելավոճի, իսկ իրենց հետաքրում է կարողանալու են թե չէ։ Իրենք այստեղ ուղղակի լուծում են պարոն Սամվել Կարապետյանի հարցը, որպեսզի քաղաքական գործոն չլինի, ես ասել եմ, չէ, այսպես այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, չեք պատկերացնում ուղղակի։ Այս բեսպրիձել ինչի համար են անում։ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածում։ Իրենք մտածում են միլիարդատեր մարդ է, դե հեսա մի ամիս երկու ամիս կնստի գա բանակցություն դերի մի բան պայմանավորվենք թողի գնա։ Մոռանալով որ գյուղում ծնված, իր մայր հողին կպած եւ այսպես տղամարդավարի միջև վերջ իրեն պահելով արդեն խաղակարտեր են խառնվում։ Այդ ժամանակ իշխանությունը գնում է ցետնոտի մեջ, սկսում է տարբեր ինչ որ չունեն իրանք, չեն ունեցել հաշվարկ վերջում ինչ են անելու։ Եվ գնում են տարբեր գործողությունների։ Այս նույն սերիայից է, որ իրանց չի հետաքրելու պետությունը ինչքան փող տալ, ախր մեզ պետք է հետաքրի։ Արտաքին պարտքը կա ու կա, չէ։ Ունեն չէ որոշակի հովանավորներ, այս բեսպրիձելի։ Չեմ ուզում ախր շատ կոպիտ բան ասեմ, բայց ուր են եվրոպացիները, այսպես ասած։ Այս ամբողջի մեջ, այս քաղաքական բան, մեր Ռուբենին։ Եկեղեցականը, մեր նույն Ռուբենը փաստաբան, ոչ մի բան չկա, փաստաբաններ դուրս են եկել, ասում են լավ, այստեղ լավ ինչ անենք, մենք գնանք թոշակի, մեր դիպլոմները ճղենք, այդ վկայագրերը ճղենք, ինչ անենք։ Բերել են մարդ, ախր նախագահական գաղտնիք կարող է բացահայտեմ, դրա համար չեմ ուզում առիթ տամ ինձ էլ տանեն, էլի, հասկանում եք, այն որ տանելու են, այն որ ուզում են տանեն հաստատ, բայց ինչի տանեն։ Դրա համար եմ ասում, այնպիսի աբսուրդներ են լինում, հաջան։ Ինադու, չէ։ Չէ, չեմ ասում եկեք, ասում հիշեցի, որ կարող է դա նախագահական գաղտնիք դիտարկվի որպես միանշանակ բերելու են։ Մենք հիմա չենք կարող դա հաշվել, որովհետև ներսում, այսպես ասած, բացահայտ մարդ չունենք, լավ սենց ասեմ, որպեսզի չստացվի ինձ, որ հեծը իրենցն է, հեծը թվում է թե իրենցն է։ Ես վստահ եմ, որ խնդիրները լինելու են, հաշվարկներ լինելու են, ուղղակի վճարելու են մեր, չգիտեմ, ինչքան ենք հիմա մարդը համարով 3 միլիոն։ Այդ 3 միլիոնից փոքրիկ խմբակի կատարածով 3 միլիոնս ենք վճարելու։ Ուրիշ ոչ մի բան տեղի չի ունենալու։ Հիմա արտաքին պարտքը այսքան կլի, այնքան կլի, իրանց էլի կավելանա, ինչ խնդրեմ։ Պարոն Վազենյան, 30 միլիարդի հետ կապված ես խնդրեմ մի հատ մեզ ավելի մատչելի բացատրել համակարգից 30 միլիարդ հանել է։ Ես հիշում եմ, որ